Բարեկալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի падգամավոր եւ падգամավորության տեխնացու նույն կուսակցության ցուցակով Հասմիկ Հակոբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, տեսեք, ընտրապայքարի մեջտեղում ենք կարելի ասել ընտրությունների հետ կապված, բայց տպավորությունն է, որ վերջին օրերին ենք ապրում եւ այնքան աղմկոտ է ընտրապայքարը եւ այդ աղմուկը հիմնականում կարելի ասել ստեղծվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների եւ կուսակցության լիդերի կողմից։ Սովորաբար ընդունված է համարել, որ իշխանությունը պետք է լինի համախմբողը, իշխանությունը պետք է լինի ուրեմն սոլիդարություն հաստատողը, դա ջատագովողը եւ այլ, բայց հիմա մենք տեսնում ենք ավելի շատ այսպես մունաթոթ հայտարարություններ իշխանության կողմից քաղաքացիներին անձանց որ իրենց չեն համաձայնվում եւ հատկապես ընդդիմադիրներին, ինչու է այսպես։ Գիտեք, մի կողմից սա շրջանն է, երբ որ հենց այդ քաղաքական խոսակցությունները պետք է լինեն, եթե ոչ նախընտրական շրջանում, հա։ Մենք սիրով, համերաշխությամբ գնում ենք մեր քաղաքացիների հետ շփվում ենք, բայց հենց քաղաքացիներից ենք ստանում այդ խոսակցության նյութը, որտեղ իրենք են ասում, ինչի պետք է այսինչ թալանչին, այսինչ հանցագործը կարողանա շարունակել եւ մի հատ էլ հայտ ներկայացնի եւ հիմա վտանգ ներկայացնի իրենից նախկին իշխանության վերարտադրության։ Սա է ամբողջ հարցը։ Էլ չեմ ասում, որ դուք տեսնում եք նաեւ, որ մյուս կողմից կան հենց վիրավորական արտահայտություններ տարբեր Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սամվել Կարապետյանի կողմից, այսինքն տենց ճիշտ է, մեր պատասխանը ավելի բարձր է հնչում հասկանալի պատճառներով։ Եվ շատ սուր, իհարկե, քան իրենց բացած խոսակցությունը, բայց երբ որ ժամանակագրությամբ հետ ես գնում, տեսնում ես, որ սրումը նրանց կողմից է եւ սա էլ շատ հասկանալի պատճառ ունի անկեղծ ասած։ Որովհետեւ ընդդիմադիր ուժերը հասկացել են, որ իրենք իշխանություն ունենալու հնարավորություն ոնց որ թե չունեն, որովհետեւ գնալով նրանց ռեյտինգը նվազում է եւ իրարից այսպես ավելի ձայն խլելու process է սկսված, այսինքն այն մարդը, որը հաստատ չի ընտրելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ կողմնորոշված է ընդդիմություն ընտրելու առումով, ընդդիմադիրները մեկը մյուսից ձայն են խլում եւ որքան ավելի ռադիկալ իրենք իրենց դրսևորեն, այնքան այդ ընտրողը կգնա դեպի իրենց։ Ես սա եմ տեսնում իրականում իրենց սրման, բայց մենք էլ չենք կարող չէ ասել շատ լավ, մյուս այդն ենք դեմ տալիս, մի հատ էս մի այդ։ Խնդիրը միայն հուզական ֆոնը չէ, ամեն դեպքում իշխանությունը հատկապես քաղաքացիների եւ մամուլի հետ հարաբերություններում պետք է շատ ավելի հանդուրժող լինի ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում իշխանությունը, որովհետեւ ոչ մեկ ձեզ չի ստիպել գնալ զբաղվել քաղաքականությամբ։ Դա ձեր ընտրությունն է, հանրային օբյեկտիվի կամ չգիտեմ, այսպես հանրային աչքի, հանրային, այո, ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած падգամավոր, հանրային օբյեկտիվի կամ աչքի ներքո գտնվել եւ հանրային գումարներից աշխատավար ստանալ։ Բայց խնդիրը այդքան հուզական ֆոնն էլ չի, որքան օրինակ բառապաշարը, որ կիրառվում է։ Արաբկիրի հայտնի, ուրեմն արաբկիրում կնոջ հետ խոսակցության հայտնի դեպքը, հա։ Սա ձեզ հարցնում եմ նաեւ կին падգամավորի։ Օրինակ, եթե նույն խոսակցությունը նույն բառապաշարով ունենար Գագիկ Ծառուկյանը նույն կնոջ հետ կամ ինչ-որ մեկ այլ կնոջ հետ, ինչպես կարձագանքեիք դուք։ Եվ արդյոք չեք կարծում, որ այդ բառապաշարը արդեն իսկ հակասում է ձեր կուսակցության ընդունած էթիկական կանոնագրքին։ Երբեմն իհարկե մեր նյարդերը տեղի են տալիս եւ հայտնի է պատճառներով, բայց մյուս կողմից այդ բոլոր հայտարարությունները ճիշտ է, տիրաժավորվում է հատկապես ընդդիմադիր գործիչների եւ մամուլի իրենց պատկանող մամուլի կողմից որպես կոնկրետ մարդուն վիրավորանք կամ մարդուն ուղղված մեղադրանք, բայց բոլոր խոսակցությունները ուղղված են ենթադրենք կոնկրետ արաբկիրի դեպքերը, կոնկրետ Ղարաբաղի կլանին վերաբերող մեղադրանքներ էին եւ մեկ անգամ չէ որ մենք հայտարարել ենք որ պետք է այս դեպքում տարանջատել մենք մեր խոսքը ուղղված է կլանին որից պետք է ազատել նույն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին որովհետեւ այս օրերին ես օրինակ շատ եմ նամակներ ստանում զանգեր ստանում նույն Ղարաբաղցի մեր հայրենակիցներից որոնք իրենք էլ են վիրավորված այն գործելավոճից, որը ворթեգրել են այդ ուղղորդված մարդիկ եւ ուղղորդված քաղաքական որ ասում եք, այս ժամանակին շրջանառության մեջ մտցվեց նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր եղած ժամանակահատվածում, նկատի ունեմ ակտիվ ընդդիմադիր գործունեություն, որ ծավալում էր 2007-8 թվականներին։ Չեք կարծում, որ սրանով որքան էլ ցանկանաք առանձնացնել Արցախի ժողովրդին, չգիտեմ, կառավարող վերնախավից, այսպես ասած, հա, այնուամենայնիվ մարդիկ իրենց վրա են զգում դրա նեգատիվ հետևանքը, որովհետև հանրային ընկալման մեջ Հայաստանում թողներեն ինձ այս առանձնացումը դնելու համար Հայաստանում
դա շատ հաճախ կարող է չընկալվել միայն, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կարող է ընկալվել Ղարաբաղյան կլանի տակ հենց Ղարաբաղցին։ Հենց այդ էր իմ խոսքը, որ մարդիկ այդ նեգատիվ այդ խոսակցությունը եւ արդարացի մեղադրանքը, որը կա խոսակցության մեջ ուղված կլանին, տարածվում է որոշ դեպքերում նաեւ ժողովրդի վրա։ Երբ որ ինչ որ տեսանյութեր են հայտվում, ինչու է կիրառում այդ հարթակը։ Տեսեք, չէ, մեր խոսքը ուղված է կլանին, ոչ թե քաղաքացիներին։ Մենք մեր հայրենակիցներին առաջարկել ենք բազմաթիվ ինտեգրման ծրագրեր։ Մենք ավելին ենք արել, քան հնարավոր է։ Մենք ասած առանձին մարդկանց անունը տվեք, կլան մի ասեք, Ղարաբաղյան կլան, ինչու է։ Դե կլանի տակ հասկացվում է թե ով է, դա քաղաքացիներին չի վերաբերում, դա ժողովրդին չի վերաբերում։ Դուք կարող եք հասկանալ, բայց հասարակ քաղաքացին, օրինակ, չգիտեմ, տաքսիստը կամ չգիտեմ, մեկ այլ մեկը կարող է չհասկանա։ Հասկացվում է շատ լավ եւ այն վիրավորանքը, որը կա մեր հայրենակիցների մեջ, դա բնավ մեզնից չէ այդ վիրավորանքը, այլ այն ղարաբաղցիներից, որոնք կոնկրետ ամեն ինչ անում են, որ այդ բաժանումն ու թիրախավորումը լինի։ Եթե օրինակ տեսանյութով դիմում են, որ պետք է մենք քո տեղը գիտենք Նիկոլ Փաշինյան, դու ես, դու ես զենքերով եւ Ղարաբաղցու акցենտով, դա արդյոք Ղարաբաղցին իր վրա չի զգում այդ նաեւ սլաքները։ Արդյոք ինքը վիրավորված չի զգում է։ Արդյոք այդ տեսանյութը դա deepfake չի, որքանով է վստահ, որ օրինակ, չգիտեմ, դա դրված ձայն չի, այսինքն մանիպուլյացիա չի։ Հիմա մենք խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին Հայաստանի դեմ, որքանով եք վստահ, որ այսինքն ինչու եք վստահ, որ դա կարող է լինել օրինակ խոսքի, չգիտեմ։ Իսկ եթե հիբրիդային դա հարձակում է, ապա ձեռքի բռնած այդ հիբրիդային հարձակման, չէ՞ դա ուղղված է իշխանության դեմ, այդ հիբրիդային հարձակման կողմը մեր ընդդիմությանը ձեռքի տված ուզում են այդ ատելությունն ու տարանջատումը մտցնել մեր հասարակության մեջ եւ սրանից մաքսիմալ պետք է զգուշանանք մենք Ղարաբաղցի մեր հայրենակիցները, որովհետեւ հասկանում եք այդ մարդկանց օգտագործում են իշխանության դեմ նաեւ ներ քաղաքական ներ երկրի ներսում ներքին բախումներ հրահրելու համար։ Ես դա եմ զգում։ Եթե այդ դեպքն է, եթե այն դեպքը չէ։ Դուք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եք։ Կառավարող մարմինն է, չէ՞, ես ճիշտ եմ հասկանում կուսակցության։ Դուք օրինակ իրավասու եք ենթադրում եմ ներքին որոշակի գործընթացներ սկսել, երբ որ էթիկայի կանոնագիրքը խախտվում է, հա։ Դուք արդյոք քննարկել եք կուսակցությունում, օրինակ պարոն Փաշինյանի հայտարարությունները Սերժին կզսնելու եմ, Ռոբին կզսնելու եմ, չգիտեմ, այդ կներեք արտահայտությունից համար, հա, մեջբերում եմ պարոն Փաշինյանին, արդյոք դրանք էթիկական կանոնագրքի խախտում են թե ոչ, որովհետև կանոնագրքի օրինակ, չգիտեմ, 4-րդ գլխում ասվում է հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունք դրսևորել քաղաքական հակառակորդների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը վիրավորանքը ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև։ Սա ակնհայտ խախտում չէ, եթե խախտում է արդյոք սկսելու եք ներքին որոշակի գործընթաց։ Եթե հանդարտ իրավիճակում մեկ էլ մեր վարչության նախագահը, մեր կուսակցության անդամ չէ, մեր վարչապետը նման արտահայտություն աներ, ապա դա կարող էր քննարկման առարկա դառնալ։ Ես սկսված գործընթացի մասին չգիտեմ, որովհետև դա մեր վերահսկող հանձնաժողովի գործառույթն է, բայց այսինքն վարչության անդամները չեն զուտ ներքին նաև, բայց այդ քննում է մեր վերահսկող մարմինը ներկայացնում է վարչությունը որոշում է կայացնում նոր։ Ես սկսված գործընթացի մասին չգիտեմ, բայց ես ինքս որպես վարչության անդամ ես եթե անգամ նման գործ հարուցվի մեր ներքին կանոնադրությամբ, ապա ես ինքս դեմ կարտահայտվեմ կարգապահական, որովհետև վարույթին, որովհետև այդ կզացնել բառը հատուկ է օգտագործվում, որովհետև դա այդ խոսույթը սկսեց նույն Ռոբերտ Քոչարյանը, եթե կհիշեք։ Դե Ռոբերտ Քոչարյանը թող Հայաստան դաշինքը քաղաքականություն է, եւ դու չես կարող մնալ մակրամակուր, մի կողմ, դու միշտ ժպտաս եւ ասես շատ լավ սիրելի ընդդիմադիր գործիչներ, չէ։ Հիմա լարված իրավիճակ է։ Հիմա ամենաթեժ պահն է։ Կարող ենք ասել, որ լարված իրավիճակում կանոնագիրքը չի աշխատում, ոչ լարված իրավիճակներում աշխատում է։ Դրա համար երբ որ քննվում է դեպքը, այդ դեպքը ժամանակ նաեւ այդ միջավայրն է հաշվի առնվում, նաեւ քաղաքական հայտարարություն պետք է տարբերակել որևէ վիրավորական արտահայտությունից, որովհետև դու կարող ես քաղաքական որևէ հայտարարություն անել, ասել մենք նետելու ենք քաղաքական այս գործին, չգիտեմ, պատմության աղբամանը, եթե
կզասնելը քաղաքական արտահայտություն է։ Դե հասկացվում է ինչի մասին է խոսքը, պատասխանատվության ենթարկելն է, արժանին մատուցելն է եւ այդ կոնկրետ բառը օգտագործել է Ռոբերտ Քոչարյանը, մենք էլ հակադարձում ենք իր բառով եւ սա թեժ իրավիճակ է, որի դեպքում կարծում եմ չես կարող այլ կերպ էլի։ Չգիտեմ, որովհետև կախված է իհարկե քաղաքական գործի գուցե բնույթից նաև, ինչպես է ինքը արձագանքում իր հակառակորդներին եւ այլն, բայց այնուամենայնիվ, եթե գործընթաց չսկսեք, որևէ գործընթաց տեղի չունենա ձեր կուսակցության ներսում, սա չի նշանակի, որ օրինակ այդ կանոնագիրքը, որ ընդունել եք, ինքը ուղղակի դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ է։ Իդեպ մենք այլ վարույթներ ունեցել ենք եւ դրա ընդունելուց հետո կանոնագիրքը։ Այո, մենք այս մեր դրույթներով իհարկե մեր կուսակցականները ծանոթված են եւ նաեւ խախտման դեպքում եղել են նաեւ գործընթացներ եւ կանոնագիրքը աշխատում է, բայց եկեք նաեւ նկատենք, որ մենք քաղաքական դաշտում այս 19 ուժ է մասնակցում, միակն ենք, որը ընդունել է կանոնագիրքը շուրջ 1 տարի առաջ եւ իրեն դրել է սահմանների մեջ։ Իսկապես միակն է։ Այո, եւ սահմանափակել է ինքն իրեն, որպեսզի այդ մթնոլորտը մեղմվի, որովհետեւ մենք զգացել ենք, չէ՞ որ եթե 1 տարի առաջ ընդունել ենք, դրանից գոնե 1 տարի առաջ աշխատել ենք այդ կանոնագրքի վրա եւ մշտապես ունեցել ենք այդ տեսլականը ունենալու նման մի կանոնագիրք եւ զգացել ենք, որ լարված է եւ պետք է այդ մի քիչ հանդարտացնել մթնոլորտը եւ նաեւ կոչ են կարել այլ ուժերին եւս ունենալ նման սահմանափակումներ, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը լավագույնին է արժանի եւ այս քաղաքական հիգիենան եւս շատ կարեւոր է, մատուցեք այդ լավագույնը, օրինակ ծառայեք։ Դե մենք մատուցել ենք, մենք երկար ժամանակ մեր կանոնագրքի սահմաններում մնացել ենք, բայց գալիս է պահ, երբ որ ինչ որ թալանչիներ, ինչ որ մարդասպաններ թույլ տվեք ասել, ինչ որ, չգիտեմ, հավաքագրված մարդիկ սկսում են այնպիսի բառապաշարով խոսել ընտրված իշխանության մասին, որին ուղղակի դու չես կարող սիրով եւ հարգանքով պատասխանել։ Կամ երբ որ լսում ես, որ որոշ ուժերի մարդասպան է, ինքը պետք է լինի համապատասխան վայրում, ինչ գործունի ազատություն։ Իրանց ժամանակն էլ կգա։ Գիտեք, բանը մենք միամիտ չենք, էլի անգամ միջազգային կառույցները փաստեցին, որ օրինակ մարտի 1-ի դեպքերի հետ կապված իշխանությունը տևական ժամանակ սխալ փաստեր է ներկայացրել, տվյալներ է ներկայացրել, ինչը դժվարացրել է մարտի 1-ի բացահայտումը։ Այսինքն սա անգամ միջազգային կառույցների կողմից տենց ապացուցված դեպք է։ Այնպես չեն թալանել եւ արել, որ հեշտ լինի գալ 10-20 տարի հետո, ասես դնել, ասել, ահա հոկտեմբերի 27-ին Տիկին Հակոբյան, հասկանալի է։ Տեսեք, մարտի 1-ի հետ կապված էլ զուտ հիշեցնելու համար մեր լսարանին, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր մեկնաբանությունը ասելով, որ ինքը չի կարող որևէ բան ասել, որովհետև այդ ընթացքում պետությունը չի պաշտպանվել, պետությունը թողել է, որ դատարանը որոշում կայացնի այնպես ինչպես կայացնում է, բայց այնուամենայնիվ դա իր կարծիքն էր, որ իր մեկնաբանությունն է։ Բայց տեսեք, օրինակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց նրա մասին, որ Արարատ ցեմենտը պետականացվելու է, որովհետև ժամանակին թույլ են տրվել խախտումներ։ Այնտեղ չխորանալով այդ ուրեմն իրավաբանական նրբությունների մեջ, իրավական նրբությունների հետ մեջ թեմայի, բայց օրինակ նույն Գագիկ Ծառուկյանը, երբ սատարում էր վարչապետ Փաշինյանին հեղափոխության ժամանակ, հեղափոխությունից անմիջապես հետո կոալիցիոն կառավարության մեջ էր կարելի ասել, իր նկատմամբ հարցեր չկային։ Ավելին, երբ ասում էին, որ հանրային խոսույթում ես կոնե ասում եմ գնահատականների տեսանկյունից, ավելին, երբ որ ասում էին Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, պարոն Փաշինյանն ասում էր, չէ, օլիգարխ չէ, նա մեծ սեփականատեր է։ Հիմա այդ սեփականատերը հայտնվել է իրավական գործընթացների թիրախում։ Սա այսպես քաղաքական նպատակահարմարության մասին չի խոսում, որ այսինքն մի դեպքում երբ ձեզ է սատարում, խնդիր չունեք հետը, երբ չի սատարում, արդեն խնդիրներ ունեք։ Չէ, համաձայն չեմ։ Նախ ժամանակին օլիգարխը հնարքում են, դրա համար ուղղում եմ ձեզ։ Ժամանակին օլիգարխը, որը բնականաբար քաղաքական որոշումներում ազդեցություն ունեցող մեծահարուստն է, ժամանակին օլիգարխ եղած Գագիկ Ծառուկյանը մեր իշխանության օրոք, քանի որ ինքը չէր կարող իր գումարով մեր պետության կայացրած որոշումների վրա ազդեցություն ունենալ, ուղղակի խոշոր սեփականատեր դարձավ, ուղղակի հարուստ զրկվեց ազդեցության լծակներից, որը, այո, որը ուղղակի հարկ է վճարում եւ վերջին ինչպես չէր կարող, եթե ձեր հետ կոալիցիայի մեջ էր, իր ներկայացուցիչները, կուսակցության ներկայացուցիչները կոալիցիայի մեջ էին, ինքը չէր կարող որոշումների վրա ազդեցություն ունենալ։ Չէ, այդ ամեն չտարբերակել էլի, չի նշանակում, եթե հարուստ մարդ է, հիմա մեր ֆրակցիայում այսօր եւս ունենք կարողություն ունեցող մարդիկ, որոնք որի որոշումների կայացման այդ ազդեցությունը
իմ ազդեցությունից ավել չէ, որպես падգամավոր իր գործունեությունն է ծավալում այդքանը, ոչ թե վճարումը եւ երաժշտություն է պատվիրում։ Սա տարբեր բաներ է, էլի։ Հարցը ուղղակի հարուստ լինելու մեջ չէ եւ չի նշանակում, որ հարուստ է, չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Իր բիզնեսը տալիս է կառավարման եւ ինքը կարող է զբաղվել քաղաքականությամբ, ինչպես սահմանված է սահմանադրությամբ։ Մյուս կողմից այդ Գագիկ Ծառուկյանը, որ ժամանակին օլիգարխ էր, դարձավ մեր իշխանության օրոք զրկվեց իր ազդեցությունից, դարձավ խոշոր սեփականատեր, հիմա էլի ուզում է դառնալ այն հին օլիգարխը, սա է։ Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, Գագիկ Ծառուկյանի ընտանիքից գիտեք, որ օրերս նաև ամբողջությամբ վերադարձվեց պետությանը Փեսայից, այո, այդ Կարապետ Գուլոյանից, Կարապետ Գուլոյանից, չգիտեմ, դղյակ ասենք, առանձնատուն եկեք ասենք շիկեր, որը ծառայելու է որևէ նպատակով եւ հասարակությանը կլինի ծերանոց, խնամքի կենտրոն թե ինչ դեռ կորոշվի։ Եւ Գագիկ Ծառուկյանից եւ իր ընտանիքից եւս հսկայական գումարներ է այժմ պետությունը որպես ապօրինի գույք պահանջում։ Եվ գիտեք, դա մի օրում չի լինում, էլի Գագիկ Ծառուկյանը 5 ամիս առաջ չասեց, որ ինքը սկսում է զբաղվել քաղաքականությամբ, եւ այդ գործը արագ բան եղավ, հա, գնաց դատարան կամ հակակոռուպցիոն կամ մնացած մեր մարմինները սկսեցին աշխատել։ Դա տևական ժամանակվանից առաջ սկսած գործընթաց է, անկախ նրանից, դա նա զբաղվում էր քաղաքականությամբ, թե չէ, վստահեցնում եմ, որ նա չէր զբաղվում քաղաքականությամբ եւ նրա գույքի հետ կապված ուշադրությունը հրավիրեց մարմինները դրա վրա։ Մյուս կողմից ինչ վերաբերում է Արարատ ցեմենտին, Արարատ ցեմենտի ապօրինի լինելը եւս շատ վաղուց է քննվում եւ երբ որ եղել են համապատասխան այդ շեմը հաղթահարվել է այսպես վստահելիության մարմինների, գործը գնացել է, այո, գործը արդեն հաջորդ փուլ է անցել։ Տիկին Հակոբյան, Արարատ ցեմենտի գործը երեք հայտարարվեց նաև Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ կոշտ հայտարարություն եղավ պետական դավաճանության մեջ մեղադրվեց եւ այլն։ Այս գործերը անգամ եթե ամեղության կարգավարկածը չխախտելով, հա, դրանք իրենց տակ ունեն լուրջ հիմքեր, երբ որ դա տեղի ունենում նախընտրական շրջանում, հա, իշխանության մոտ չկա մտավախություն, որ դա ընկալվելու է որպես քաղաքական հետապնդում եւ դրանց հիմքերը հանրության տեսանկյունից գործեն գոնե վստահելիության տեսանկյունից խնդրահարույց են լինելու։ Կարող է նման տպավորություն լինել, բայց նույն Անդրանիկ Թևանյանը մեր դարաշրջանում որքան կարևոր է ապացուցողականությունը, այնքան էլ կարևոր է դրա ընկալումը։ Այո։ Տեսեք, Անդրանիկ Թևանյանը 5 տարի առաջ դարձել է падգամավոր Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքով։ Այո։ Հետո հայտ է ներկայացրել Երևանի քաղաքի ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու, հետո մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, հետո իր հանգրվանն է գտել Գագիկ Ծառուկյանի ցուցակում, դարձել է երկրորդ համարը։ Իդեպ առաջին համար Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չէ, այստեղ էլ է հետաքրքիր։ Չգիտեմ իրենք հայտարարեցին իրենց վարչապետի։ Այո, չէ, թեկնածուի անուն չեն հայտարարել, բայց Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածուն չէ եւ ունի 5-6 վարչապետի թեկնածու, բայց քանի որ երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչյանի ցուցակով падգամավոր դարձած Անդրանիկ Թևանյանը կարող է լինել նրանց ավտոմատ դառնում է առաջին համար։ Ինչևէ, ուզում եմ ասեմ Անդրանիկ Թևանյանը, որ այս քրոնոլոգիան նայեցինք, ակտիվ քաղաքականության մեջ եղել եւ ինքնուրույն հայտ է ներկայացնել նաեւ Երևան քաղաքի ընտրություններում։ Արդյոք այդ ժամանակ մարմինները ինֆորմացիա չեն ունեցել։ Ես կարծում եմ, որ սա 1-5 օրում ստացած ինֆորմացիա չէ ազգային անվտանգության ծառայության կողմից, բայց ելի այդ ապացուցելիության որոշակի շեմ կա, պետք է հաղթահարվի, նոր գործը ուղարկվի այլ մարմին, եւ ես վստահ եմ, որ այդ շեմը հաղթահարվել է այն շրջանում, երբ որ հաղթահարվել է, այսինքն դա այսօր է ենթադրաբար, եւ այսօր է գործընթացը գնում առաջ։ Իսկ ինչ անեն լավ մարմինները։ Ենթադրենք զեկուցվում է, ենթադրենք հաստատ է եւ ասենք չէ, սպասենք, տեսնենք ինչա լինում նոր, դա ինչքանով է ազնիվ մեր քաղաքացիների հանդեպ կամ դա ինչքանով է պետականամետ գործունեություն։ Չէ, ես ասում եմ մտահոգություն չունեք ընկալումների տեսանկյունից։ Կարող է համընկնում, բայց եթե դա լիներ 2 տարի առաջ, համընկնում էր լինելու նրա քաղաքապետի այդ հայտ ներկայացնելու հետ։ Եթե լիներ 4 տարի առաջ, դա համընկնելու էր նրա падգամավորության թեկնածու հետ, որևէ ռուսական հեռուստատեսությունում Հայաստանի դեմ հարցազրույցի հետ, այսինքն ինչ որ շրջանում կարելի է միշտ այդ համընկնումները գտնել, բայց այդպես չէ, էլի։ Հասկանալի,
Վերջին երկու հարցը մի քիչ արտաքին բլոկից։ Էլի 3 էր, եթե չեմ սխալվում, Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ գործողություններ չի անի ի վնաս Ռուսաստանի շահերի, բայց մենք հիմա տեսնում ենք բավական լարված մթնոլորտ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում գոնե ռուսական կողմի պաշտոնյաների հայտարարությունների համատեքստում 3 միանգամից, այսինքն վերջին շրջանում միանգամից մի քանի պաշտոնյա է խոսել դրա մասին, Լավրովը, Շայգուն, Օվերչուկը եւս մեկ անգամ, մի քանի անգամ կարելի ասել, հա, ուրեմն իրենց եւ խոսել են նրա մասին, որ օրինակ նույն Շոյգուի երեկվա հայտարարությունը եւ Լավրովի նաեւ հայտարարություն նրա մասին, որ Հայաստանը ոչ բարեկամական քայլեր է իրականացնում Ռուսաստանի դեմ։ Ինչու մենք ունենք հայ-ռուսական հարաբերությունների գոնե հայտարարությունների տեսանկյունից նման ասիմետրիա։ Փաշինյանը որ հայտարարում է ամեն ինչ նորմալ է եւ որևէ բան չի արվելու Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը որ հայտարարում է այ ինչ որ արվում է, դրանք ոչ բարեկամական են։ Այս մշտապես այս հարցերը կան եւ երբ որ օրինակ Լարսն է փակվում, երբ որ օրինակ ինչ որ մեր մի տնտեսվարողի Իդեպ այս ընթացքում նաև հայտարարվել է ծաղիկների ներկրման սահմանափակումների մասին Հայաստանից։ Որևէ ապրանքում խնդիր տեսնել եւ հետ ուղարկել, ջերմուկի դեպքը եղավ, ծաղիկի դեպքը, ինչ որ ցուպիկ են հայտնաբերում որևէ մտնարկել։ Մշտապես սա կոնկրետ քաղաքական մեր եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետ է փոխկապակցվում, բայց ես չեմ հիշում մի շրջան, երբ որ այս խնդիրները ի հայտ չկան։ Արդյոք սա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կարող են նման կարծիքներ լինել, բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության թշնամին չէ եւ Հայաստանի դեմ լինելով գերհզոր պետություն, մասշտաբները հասկանում ենք, Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ չի վարելու։ Ես վստահ եմ սրա հետ կապված։ Մենք ինչ որ հիմա անում են ինչին է ուղղված։ Մենք նաև սերտ համագործակցում ենք եւ բոլոր խոսակցությունները այն իդեպ ինչը որ մենք մամուլի առաջ, ընդդիմադիր գործիչների հետ խոսակցությունների ժամանակ, ծեր տաղավարներում, հա, խոսում ենք, մենք այդ ամեն ինչը նաև խոսում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ այսպես սեղանի շուրջ։ Եվ ինչի լուծումներ չեն գտնում, կամ այսինքն ինչու են գտնում են, բայց այդ լուծումները իդեպ նույն ինտենսիվությամբ չի հրապարակվում եւ քաղաքացիները դրա մասին տեղյակ չեն լինում։ Օրինակ, երբ որ Լարսը մի պահ փակվեց կամ երբ որ մի ապրանքը հետ ուղարկվեց, հետո ոնց բացվեց, արդյոք հետո խնդիրներ կա թե չէ։ Եվ սա տնտեսական, գիտեք, հարաբերությունները կարող է նման բան լինել, բայց ես հասկանում եմ նաեւ ձեր հարցադրումը, ես հասկանում եմ մեր քաղաքացիների նաեւ։ Չեմ ուզում հասկանալ ինչու է պարբերաբար դա։ Երբ որ հայտարարություն է հնչում, որ խնդրում ենք ռուսամետ ուժերին, ռուսական անձնագրով գործիչներին թույլ տվեք, որ մասնակցեն Հայաստանի ընտրություններին, դա հնչում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Երբ որ օրինակ նրանց պետռեգիստրում այդ նույն օրինակ Նարեկ Կարապետյանը այս դեպքում որպես Ռուսաստանի քաղաքացի ներկայացած Նարեկ Կարապետյանի հետ կապված ինֆորմացիա է տեղ գտնում, հա, իրենց պետռեգիստրի, սա պաշտոնական փաստաթուղթ է։ Հետո մեկ էլ այդ փաստաթուղթը երեկոյան իմացանք, որ մի պա ուրեմն փակվում է այդ էջը, այսինքն չենք կարողանում մտնել եւ տեսնել այդ ինֆորմացիան այդ էջում իրենց պաշտոնական էջում, հետո մեկ էլ բացվում է էջը եւ այն տողում, որտեղ Նարեկ ուրեմն Կարենի Կարապետյանի առաջ գրված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայտնվում է արդեն Հայաստանի քաղաքացի։ Սա շատ այդ աջակցությունը Ռուսաստանի կողմից կամ ամեն ինչ անելը, որ եւ նաեւ Գալուզինն է հայտարարում, Գալուզինը այո երեկոյան նաեւ հայտարարեց, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ։ Գիտեք, այս դեպքում կարող է ձեր մոտ այդ հարցը առաջանել, հասարակության մոտ այդ հարցը առաջանել, արդյոք այս ուժերին աջակցության համար չէ։ Ես սա այս հարցը նաեւ իմ մոտ էլ է հարց։ Այսինքն այն գործողությունները, որ իրականացվում են հիմա, ձեր կարծիքով ուղղված են նաեւ այսպես ասած պրոռուսական ուժերի աջակցությանը Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ես ասացի, որ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր դեմ հատուկ տնտեսական պատերազմ է վարում, բնավ այդպես չեմ կարծում, վստահ եմ, որ այդպես չէ, բայց այս իրադարձությունների, այս շղթան, որ ներկայացնում ես եւ համադրում ես ամեն ինչը, կարող են այս հարցերը լինել ձեզ մոտ, մեր հասարակության մոտ եւ արդարացի զայրույթ առաջացնի եւ նաեւ ատելություն այն ուժերի հանդեպ, որոնք փաստորեն հրահրում են, որպեսզի Հայաստանի դեմ լինի նման տնտեսական պատերազմ։ Եվ վերջին հարցը, որը Օվերչուկն է հնչեցնում, ես մի քիչ վերաշարադրեմ այդ հարցը, ակնկալելով ձեր պատասխանը։ Իրենք ասում են հետեւյալը. ասում են Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ ԵԱՏՄ-ում լինելը շահեկան է, այլ պարագայում դժվար լինել Հայաստանը այնտեղ կամ այլ բաներ կհայտարարվեր, եւ բայց դրան զուգահեռ ասում են, որ մենք ձգտում ենք, Հայաստանը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, մի միության, որը այս պահին գտնվում է սուր թշնամական հարաբերությունների հետ Ռուսաստանի հետ։
Հիմա ասում են, որքանով է ընդհանրապես ճիշտ։ Մի կողմից ասում եք դուք ԵԱՏՄ անդամ եք, բայց ասում եք, քանի որ շահեկան է, մենք դեռ կմնանք, այ երբ որ որոշենք դուրս գանք, մենք ձեզ կասենք դուրս կգանք։ Զուտ ընկալման տեսանկյունից ասում են, որքանով է արդար եւ որքանով է անկեղծ սա, անկեղծ դիրքորոշում պարտներների նկատմամբ։ Սա մաքսիմալ անկեղծ դիրքորոշում է, որը մենք երբ բանից վեր այդ խոսակցությունը ունեցել ենք միջազգային հարթակներում, այդ խոսակցությունը ունեցել ենք նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ, եւ այն, որ Հայաստանը ուզում է լինել եվրոպական մեծ ընտանիքի նաև անդամներից մեկը, սա չեմ կարծում, որ ինչ-որ երկիր կա, որը դա չի ուզում։ Նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը իր հայտարարությունը կա, համացանցում փնտրեք, գտեք եւ լսեք, որ Ռուսաստանը եւս ձգտում է լինել այդ մեծ ապագայում գուցե ինչ-որ մի բան որտեղ ուզում է։ Գիտեք ինչ է ուզում, ինչ են բոլորն ուզում գնալ եւ օրինակ կրթությունը այնտեղ ստանալ։ Ինչ ենք մենք բոլորս հիացած գալիս այնտեղի ենթակառուցվածքների, տարբեր առողջության ուրեմն ապավագ։ Ինչ ենք մենք գնում եւ օրինակ վիրահատություններ տարբեր, հա, Ֆրանսիայում տարբեր, Գերմանիայում տարբեր երկրներում, որովհետեւ լավագույն ստանդարտները ԵՄ-ում են։ Սա հայտնի փաստ է։ Եվ մենք ասում ենք, մենք մեր ստանդարտները բարձրացնում ենք այդ լավագույն մակարդակի, որի ընթացքում անգամ, հա, երբ որ մենք 3 ենք դա սկսել, երեկվանից սկսած մեր քաղաքացիների կյանքում դա դրական տեղաշարժ է ցույց տալիս։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը, վիզաների ազատականացման հասկանալի է, Տիկին Հակոբյան, ձգտումը հասկանալի է։ Մենք այսա վերջացնեմ, մենք ասում ենք, մենք ձգտում ենք այդ լավագույն տեղը, դա լավագույն ստանդարտներն է, որովհետև մեր քաղաքացին արժանի է դրան։ Հետո երբ որ մենք կլինենք արդեն պատրաստ այդ լավագույն ստանդարտներից շրջանակում կլինենք, այդ ժամանակ քաղաքացին արդեն չէ որ վերպետական որևէ կառույցին անդամակցում է նաև քաղաքացիներից հարցնելու միջոցով է լինում։ Քաղաքացին կորոշի ինքը որտեղ է ուզում, չէ որ դա ավելի մեծ շուկա է, դա լավագույն ստանդարտներն են, դա լավագույն տեղն է մեր։ Դուք իսկապես մտածում եք, որ Հայաստանի քաղաքացիներից է կախված մտնել Եվրոպական միություն, ոչ թե հակառակը։ Իհարկե իրենց կամքն է պետք այդտեղ հարցնել, դա վերպետական կառույց է, Եվ իսկապես մտածում եք, որ Հայաստանը կարողանա անդամակցել Եվրոպական միությանը մի օր։ Այսօր մի օր միանշանակ, բա մենք գնում ենք դրան, եւ դուք տեսնում եք նաեւ մեր այդ ընթացքը գործունեության ծրագրով նախատեսված շատ բարձր է գնահատվում հենց ԵՄ պաշտոնյաների կողմից եւ շատ արդեն տեսանելի ապագայում մենք նաեւ վստահ եմ, որ կունենանք վիզաների ազատականացում եւ մեր հայրենակիցները կարող են նաեւ ազատ գնալ եվրոպական երկրներ առանց վիզայի եւ գալ, մենք սրա համար շատ մեծ քայլեր ենք արել եւ սա արդեն շատ տեսանելի է։ Ռուսաստանի հարցերը լեգիտիմ չեն այդ առումով, որ ասում է, եթե ուզում եք դուրս գալ Եվրոպական միություն եւ գնալ Եվրոպական միություն, իրենց ասածն եմ ասում, հա։ Հենց հիմա դուրս եկեք, ասում են, ինչու եք մեզ ասում, որ գիտեք ինչ, մենք կմնանք, հələ կօգտվենք այս բարիկներից, այ երբ որ ուզեցանք դուրս գալ, այդ ժամանակ դուրս կգանք։ Բայց դա շատ բնական։ Դա լեգիտիմ դիրքորոշում չի, իրենց դիրքորոշումը։ Մեր գործունեությունը, մեր դիրքորոշումը այս հարցի հետ կապված շատ նորմալ դիրքորոշում է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք լավագույն ստանդարտներն ունենալ, մենք հենց հիմա դուրս գանք, հա, մի 5 տարի, 4 տարի, թե 2 տարի, չգիտեմ։ Հա, բան անենք, խարխափենք, հա, մեր երկրում, հետո սա ԵԱՏՄ-ն ի վերջո ոնց ասեմ, սա փոխադարձ համաձայնությամբ կառույց է, այսինքն բոլոր կառույցները ԵԱՏՄ անդամ ունեն դրանից շահեր, չէ՞։ Եվ ստորագրել են, համաձայնության են եկել, այդ շահերի շրջանակում համագործակցում են։ Եթե այդ շահերը ինչ որ մեկին ձեռք չի տալիս, ազատ են, չէ՞ որ ԵԱՏՄ կանոնադրությամբ երկիրն ազատ է դիմում ներկայացնել եւ հաստատվելու դեպքում դուրս գա ԵԱՏՄ-ից եւ այդտեղ որևէ պատերազմական եւ թշնամական վերաբերմունք չկա մնացածի հանդեպ։ Օրդինար իրավիճակում այո, բայց դա Ռուսաստանը կարող է համարել, որ դա, չգիտեմ, իր նկատմամբ թշնամական վերաբերմունք է։ Մենք Ռուսաստանի եւ աշխարհի հարաբերություններին, այսինքն մենք գերի չենք, ես ասում եմ դա Ռուսաստանն է եւ ինքը ունի Ռուսաստանն է եւ ինքը ունի որոշակի վերաբերմունք։ Հիմա մենք համարենք դա արդար, անարդար եւ այլ, բայց իր վերաբերմունքն է եւ այդ վերաբերմունքը կարող է վնասել Հայաստանին։ Շատ լավ, Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ մեկ երկիր է, Հայաստանը մեկ այլ անդամ երկիր են եւ ԵԱՏՄ-ում մեր հարաբերությունները շատ փաստաթղթավորված են եւ մենք Հայաստանի Հանրապետությունը գերի չէ որևէ այլ պետության եւ այլ երկրների հարաբերությունների։ Ես հասկանում եմ նաեւ որ մշտապես մեր անկախությունից հետո այդ տպավորությունը եղել է եւ այդպես էլ եղել է, բայց դրանից մենք ինչպես տեսնում եք չենք շահել եւ այդ շրջանակի քաշած ականը
դուք տեսաք, որ 20 թվականից պայթեց մեր ձեռքերում եւ մենք սրանից հետո ոնց հետեւություններ չանենք, որ մենք ենք մեր պետության ուրեմն ճակատագրի Չքավլիցի իմ ասածը չի նշանակում, որ դիվերսիֆիկացիա պետք չի անել, դիվերսիֆիկացիան անենք որևէ երկրի ոտքերի տակ, լինի դա օրակարգային հարց է, Ռուսաստանը, լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Ֆրանսիան, լինի դա Վրաստանը, մենք որևէ պետության ոտքերի տակ չպետք է մատաղանենք։ Կան փաստաթղթավորված հարաբերություններ եւ մենք մաքսիմալ օգտվում ենք այսօր մեզ ընձեռված հնարավորությունից։ Շատերն անգամ չէ որ քննադատում են, ասում են դուք ոնց որ այդ շրջանառությունն է շատացել, հա, կախվածությունն է շատացել։ Մենք մաքսիմալ մեր այսօրվա հնարավորությունից օգտվում ենք։ Եվ վաղը մյուս օրը, երբ որ կլինի այլ հնարավորություն, սա չի նշանակում, որ ԵԱՏՄ շուկան մեզ համար փակվում է։ Հիմա էլ ԵՄ շուկան մեզ համար փակ չէ։ Ուղղակի ավելի հեշտ է անմաքս է, հա, ինչ որ մի շրջանակում, որի հետ ունես պայմանագիր, տնտեսվարողի համար ավելի հեշտ է, բայց մյուս շուկան չի փակվում։ Մենք այսօր եվրոպական, մինչև Միացյալ Նահանգներում ինչքան ենք տեսնում հայ ուրեմն տնտեսվարողի ապրանքները վաճառքի մեջ եւ այլն, այսինքն ապրանքը հասնում է տարբեր երկրներ եւ մեզ դռները չենք փակում եւ պատ չենք շարում ԵԱՏՄ-ի հետ, եթե մենք գնում ենք օրինակ ուրիշ տեղ, բայց այդ գնալը դեռ որոշում չէ։ Մենք ուզում ենք մեր ստանդարտները լավացնենք, ամենալավ երկիրն ունենանք, ամենալավ ստանդարտներով եւ որոշենք ինքնուրույն ինչ ենք ուզում անել։ Եվ վերջին հարցը իսկապես, եթե ձեր ուժը հաղթում է այս ընտրություններին։ Երբ եւ կամ եթե եւ եթե, չգիտեմ, ես չեմ կարող նման հայտարարություն անել։ Ձեր ուժը նպատակ ունի այս 5 տարվա ընթացքում առաջիկա Եվրոպական միություն մուտք գործելու հայտ ներկայացնել Հայաստանի անունից։ Եթե մենք արագ ունենանք այդ ստանդարտները, հենց այս մենք վաղը կարող ենք լրացնել եւ հայտ ուղարկել։ Չէ, հայտ ուղարկել տեխնիկական հարց է։ Տեխնիկական բան է, որը կարելի է արագ Չէ, նկատում եմ նպատակ ունի հասնել նրան, որ մենք մաքսիմալ արագ ուզում ենք ամեն ինչ լավ լինի եւ երբ որ լավ կլինի եւ մենք կտեսնենք, որ մենք շատ համապատասխան ենք այդ հայտի համար, կբավարարվի մեր հայտը, այդ ժամանակ նոր որոշում ընդունելու ժամանակը կլինի։ Հիմա առանցնելը աշխարհը շատ արագ է, այսպես իրադարձությունները տեղ ունեն, մենք չգիտենք վաղը 1 տարի հետո ինչ կլինի, ու մնաց 5 տարի հետո հասկանանք, թե ինչը ավելի ճիշտ կլինի կամ որևէ կառույց կլինի, թե ոչ այս արագ ընթացքի դեպքում աշխարհի։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլայթ տաղավարում ես զրուցեցի Հասմիկ Հակոբյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։